հյուրն է Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը, որը թերևս միակայն է, ում անձնագրում ստորագրության փոխարեն գրված է Էրզրումցի։ Պրոֆիլ հաղորդաշարի շրջանակում մեր դիտանկյունից կբացահայտենք նրա պրոֆիլը։ Ինչպիսին է Էրզրումցի դերասան Արտաշես Ալեքսանյանի հանգիստը, ինչից եք ցանկանում հանգստանալ, անիմաստ աղմուկից, անձնական հոգսերից, չարախոսությունից, թե ատելության դրսևորումներից։ Դե այդ բոլորը մեզ շրջապատող բաներ են, որոնցից հանգստանալ չես կարող։ Ընդհանրապես հանգիստը այն ժամանակ է, երբ որ աշխատում ես, երբ որ գործի մեջ ես։ Մնացած ժամանակ հանգիստ չի, մնացած ժամանակ տանջանք կա։ Այնպես որ ես հանգստանում եմ աշխատանքի մեջ։ Ուրեմն, երբ որ Չեխիայում էի աշխատում, Չեխիայի պետական թատրոններում բեմադրություն էի անում որպես ռեժիսոր, պետք է մեկնեի, անձնագիր ստացա ու որոշեցի, քանի որ արմատներով Էրզրումցի եմ, որոշեցի անձնագրիս մեջ ստորագրել Ա Էրզրումցի բառացիորեն, որ հետո հարցնեն ինչի Էրզրումցի, որ բացատրեմ ինչի Էրզրումցի, որ տեղի ունեցել ցեղասպանություն, գաղթի ժամանակ տատս մերոնք փախել են եւ այլն եւ այլն։ Այդպես էլ եղավ։ Երբ որ բեմադրություններն անում էի, հարցազրույցներ էի տալիս, լրագրողների հարցերին պատասխանում էի ու իրանց էլ հետաքրքրում էր դա ինչի Էրզրումցի։ Իմիջիալոց աֆիշների վրա հանդես էի գալիս Բարտողոմեոս Արտաշես Էրզրումցի։ Այդ մականվամբ էի հանդես գալիս ու հարցնում էին ինչի, բայց ասում եմ որովհետև 15 թվին գոյություն եղել է ցեղասպանություն։ Մինչև հիմա ձեր անձնագրում գրված է Էրզրումցի եւ չի խանգարել ձեզ երբևէ։ Ոչ։ Տատիս անձնագիրն էլ եմ մոտսիմ, տատիս անձնագիրի մեջ էլ է գրած Էրզրումցի։ Պարոն Ալեքսանյան, դուք Արցախյան առաջին պատերազմի, ապրիլյան պատերազմի մասնակից եք եւ երևի քչերը գիտեն, որ նաեւ Մահապարտների ջոկատի պատվավոր անդամ եք։ Ինչպես եք կարողանում հաշտվել Արցախի կորստի հետ։ Պատվավոր անդամ լինելուց բացի ես եւ Հովհաննես ջոկատի ազատամարտիկ եմ։ Ի սկզբանե կորստի հետ ես մի անգամ ասեցի, որ Արցախի պատմությունը դարձավ երգի, հիշողության, բարերի գրականության թեմա դարձավ։ Թե հետ կվերադառնանք, թե չենք վերադառնա, ես չգիտեմ, ես Նաստրադամուսը չեմ կարող ասել, բայց այժմ ու առայժմ դարձավ այդ տեսակ հիշողություն, որ օգտագործում են, մենք ոնց ենք ասենք, օգտագործում Էրզրումը, երկեր Էրզրումի, տոն չգիտեմ ընդեղ, Վան, Մուշ եւ այլն Ալաշկերտ, նույնն էլ դարձավ Արցախը, երկի, ասմունքի, գրականության, առայժմս։ Հույս ունեք, որ հնարավոր կլինի վերադարձը։ Ով բարդ հարց եք տալիս, չգիտեմ։ Գալով ձեր դերերին, Գարեգին Նժդեհի դերը ստանձնեցիք մեծ պատասխանատվությամբ, սակայն թե ֆիլմից առաջ եւ թե ֆիլմից էկրան դուրս գալուց հետո քննադատություններ եղան, վերլուծելով հասկացաք, թե ինչու նման աղմուկ բարձրացավ։ Ես համարում եմ նորմալ երևույթ, որովհետև եթե բոլորը համակարծիք լինեին, ուրեմն լավ չեմ խաղացել ես։ Ու պետք է լինի լավն էլ, վատն էլ, ամեն տեսակ քննադատություններ էլ պետք է լինեն, ես ընդունում եմ բոլորն էլ։ Հասկանում եմ, դե գիտեք ինչ, ոչ բոլորին է տրված նույն մակարդակի վրա հասկանալ այն, ինչ որ դու ես հասկանում։ Մեկը մի քիչ ավել է հասկանում, մեկը մի քիչ պակաս է հասկանում, մեկը հավասար է հասկանում։ Դա իմ համար սովորական է այդ քննադատությունները։ Ես շատ նորմալ եմ։ Ցավագին չեք տանում քննադատությունը։ Բոլորովին քավլիցի, բոլորովին։ Իսկ կա մի կարծիք, որը կցանկանայիք, որ համացանցից ջնջվեր ձեր մասին։ Այդ բոլորը իրանց կարծիքն է։ Ես ինձ ճանաչում եմ, ես ինձ գիտեմ ու գիտեք ոնց։ Ասենք մենակ Գարեգին Նժդեհով չի էլի որոշվում։
դրանից առաջ խաղացել եմ Թուրքի գեներալ Հասան Բեգզադիև եմ խաղացել։ Հիմնայք երրակի քառակի անգամ պատասխանատվությամբ ու դժվար էր խաղալ Հասան Բեգզադիևից հետո Գարեգին Նժդե։ Դուք չեք պատկերացնում ինչքան դժվար բան է դա։ Մարմնավորել այնտեղ խաղում ես քո թշնամու գեներալին ես խաղում, այստեղ խաղում ես քո ազգի հերոսին ես խաղում, դրանք տարբեր բևեռներ են ու ստեղից այստեղ տեղափոխվել, այս ճանապարհն անցնել, ահա որ ահռելի բարդ ճանապարհ է ու փառտիրոջը որ հաղթահարեցի։ Իսկ ստեղծագործական ճգնաժամերը նման ինչպես է կարողանում հաղթահարել։ Եթե ստեղծագործական է, ուրեմն ճգնաժամ չի։ Եթե ստեղծագործականը դա հաճույք է։ Պետքա տանջվես, պետքա պրպտես, պետքա փորփրես, որպեսզի ստանաս այն ինչ որ ուզում ես։ Պարոն Ալեքսանյան, նման մեր հաղորդաշարի մեջ հատված կա այս արկղի վերաբերյալ, այստեղ կարող եմ ասել պրովոկացիոն հարց է եւ դուք պետք է ընտրել պատասխանել նման հարցի մի փոքր սուր ավելի, թե չպատասխանել։ Ընտրությունը ձերն է, խնդրեմ, եթե ցանկություն ունեք պատասխանելու, կարող եք բացել եւ պատասխանել։ Իսկ եթե բացեմ, ընթերցեմ, նոր մտածեմ, կարելի է պատասխանել, թե չէ։ Իհարկե, Հայաստանի վաստակավոր արտիստին նման հնարավորություն տալիս ենք։ Շատ շնորհակալ եմ։ Այս հարցը ով է գրել պրովոկացիոն, դուք եք գրել։ Այո, ես եմ գրել։ Շատ պրովոկացիոն չի, բայց ամեն դեպքում վերաբերում է ձեր այն դերին, որը մեծ աղմուկ հանեց, կարող եք հանել եւ ընթերցել եւ ինչպես խոսեցին քննադատությունների տեղիք էսպես տվեց։ Հա, հետաքրքիր է։ Դա էլ հարց է։ Արդյոք նորից ընդունեիք Գարեգին Նժդե ֆիլմում նկարահանվելու առաջարկը եւ ինչպիսի արտահայտություն կավելացնեիք սցենարում։ Նայեք, տեսեք։ Ուրեմն կապ չունի։ Բոլոր դերերն է Գարեգին Նժդեա, դու չգիտեմ Հովհաննես Բաղրամյանը, Նելսոն Ստեփանյան եւ այլն, Արամ Խաչատրյան, Ժարլ Ազնավուր, եթե ֆիլմի կերպարներ են, եթե այդ ֆիլմը կա, օրինակի համար, եթե այդ ֆիլմում ես նկարվել եմ, նայում եմ, մի քանի ամիս հետո կարող եմ նայեմ, ասեմ, ես ստեղ ուրիշ բան ձևի կխաղայել էի, ստեղ ուրիշ բան կանեի, այսինքն ամեն վարքյան մարդ բան է սովորում, այս կյանքի դպրոցը շատ լավ դպրոց է, էլի, ամեն վարքյան, ամեն րոպե քեզ բան է սովորացնում, դրա համար հա իհարկե կընդունեի խաղայ այն տեսակ, ինչ տեսակ, որ հիմի հասկանում եմ ուղիղս ինչ տեսակ, որ հիմի աշխատում է։ Կտարբերվեր։ Տարբերվեր, իհարկե կտարբերվեր, նայած ինչում կտարբերվեր։ Չգիտեմ ինչում կտարբերվեր, չեմ մտածել դրա մասին, եթե նորից նկարվեր, ինչ կանեի, եթե նորից նկարվեր, արդեն ուրիշ տեսակ ես կմոտենայի, էլի։ Օրինակ առաջինի ժամանակ ես ոչ մեկ էլ համարյա տեղյակ չէր, որ ինգերեսային ժամանակ բանում Սևանի գաղութի պետներ, ես խնդրեցի, գնացի մի ամիս ուղղակի ասի ինձ փակեք բերդում, որպեսզի ես այդ հոտը զգամ, բերդի այդ հոտը, կամերայի հոտը, այդ պարաշե բանը, այդ ուտելիքի, այդ կթալը բանից, ալյումինից, այդ բաժակը բան, այդ դրան բռնեմ, հասկանամ, ու հետո ես բանը դիետայի վրա նստեցի մի ամիս ու նիարեցի այդ դերի համար էլի։ Ես սցենարիստ չեմ, ամենայն դեպս այնքան բան կա ավելացնելու, այսինքն իր գաղափարում մտքերը այնքան շատ են, այսօրվա վիճակով, եթե լիներ, ասենք, մեր այս հայրենիքի կարգավիճակով ես մի նախադասություն կավելացնեի ու կասեի, որ որպեսզի առողջ հասարակություն կարողանաս կառուցես, պետք է զբաղվես հասարակության վերադաստիարակությամբ։ Իսկ եղել են այլ դերեր, որի համար էլի զոհողությունների եք գնացել։ Գարեգին Նժդեի համար ասացիք ինչ եք արել, իսկ այլ դերերի համար
Զոհողություններ եղել են։ Դա ես չեմ համարում զոհողություն, բոլոր դերերի ժամանակ էլ լինում են այդ տեսակ բաներ, որովհետև դու պետք է կարողանաս արտիստը դու դերասան չես։ Եթե դերասան ես, հա կարաս նստես, խոսես, խոսք ասես, խոսքը տեղ հասնի կամ չհասնի եւ այլն։ Բայց դու պետքա վերապրես տվյալ անձին, այդ կերպարը, այսինքն պետքա կարողանաս ցույց տաս այդ մարդու եւ լավ եւ վատ կողմերը։ Ոնց է նստում, ոնց է շարժվում, ինչ հիվանդություն ունի, ոնց է հաց ուտում, ասեցիք մի բան հիշեցի, երբ որ Մարտիրոս Սարյանին գնում են նկարեն, թե ոնց է վարպետը նկարում, գնում են ասում են բարը վարպետ ջան եկել ենք ձեզ նկարենք, ասում են ինչ եք ուզում նկարեք, ասում են եկել ենք նկարենք, թե դուք ոնց եք նկարում, ասում են Բալիկ ջան, ասում են եթե ես ոնց եմ նկարում, ամբողջ աշխարհը գիտի ես ոնց եմ նկարում, դուք նկարեք ես ոնց եմ զուգարան գնում։ Այդ էլ պետք է կարողանաս քո կերպարի մեջ ներկայացնես։ Չգիտես այդ կերպարի պոչկանա ցավում, ստամոքսնա ցավում, մի ականջը լսում, չի լսում, պրոթեզ ունի բերան, եւ այլն։ Դա զոհաբերություն չի, դա ձեր ասած ստեղծագործական աշխատանք է դերի վրա։ Իսկ որ դերն է ձեզ ամենադժվարը տրվել, թե հոգեբանորեն եւ թե ֆիզիկապես, որ ամենադժվարն է եղել կերտելը։ Բոլոր ծննդաբերություններն էլ դժվար են։ Բոլոր դերերը իմ երեխաներն են, ես բոլորին ծննդաբերել եմ։ Եղել է մի կերպարի առաջարկ, մի դերի առաջարկ, որ մերժել եք, բայց տարիներ անց փոշմանել եք։ Ոչ, չի եղել, բայց եղել է առաջարկ, որ մերժել եմ, ես ասել եմ մի կերպար կա, որ չեմ խաղա, այդ Գալուբոյի կերպարն է։ Եվ էլ չեն առաջարկում։ Դու ինչ առաջարկեն։ Պարոն Ալեքսանյան, դուք չեք վախենում բացասական կերպարներ կերտելուց, բայց արդյոք մտավախություն չունեք, որ անծանոթ մարդիկ ձեզ այդպես էլ կընկալեն։ Շատ ժամանակ այդպես է լինում, շատ ժամանակ նման կերպ է լինում, օրինակ Հասան Բեգզադեևի ժամանակ տարբեր հանդիսատեսներ, տարբեր հեռուստադիտողներ, մեկը Պայուսակով մի հատ կին տվեց գլխիս, այն մեկը Հայոյի հետ եւ այլն, իհարկե լինում չեմ վախենում, բայց դե ընդհակառակը ուրախանում եմ ես, որ կարողացել եմ համոզել, որ այդ կերպարը, այդ մարդը, այդ տեսակը, ինչ շատ ժամանակ, այն ժամանակ ասում են, այ մարդ լավ էլի, ամուտ չի ախպեր, կոպես տղեն թուրքի դերա խաղում։ Ես ասում եմ, ես աղա, դու աղա, բա մեր ալուրն, ով աղա։ Եթե ես չներկայացնեմ իմ թշնամուն, բա ով ներկայացնի։ Ինքը թշնամին չի գա իր կերպարը խաղա ներկայացնի, այն բայրամությունները ինչ որ ինքը արել է։ Ուրեմն մեկը պետք է լինի, որ ներկայացնի։ Այդուհանդերձ չեք վախենում չհասկացված լինելուց։ Բոլորովին։ Այդ իրանց խնդիրն է։ Չհասկացողի խնդիրն է։ Էլի եմ ասում, ես ինչ մեղավոր եմ, որ թերյակը շռված իրավողը կամ շատ ավել է։ Չեմ կարող ասեմ։ Գիտեք ինչ, ես հացը թխում եմ, տալիս եմ, հիմի ջգողություն չեմ դնում մեջները, սա բոմժը առավ կերավ, հարուստ առավ կերավ, երեխեն առավ, տատիկ առավ, մաման առավ, պապան առավ, իմ համար մեկ է, ես հացը թխում եմ, տալիս եմ, ով ուզում է թողոտի։ Պարոն Ալեքսանյան, կյանքի ընթացքում եղել է մի սուտ, որը արդարացված է եղել։ Այո, ուրեմն ընդհանրապես լինում են ծայրագուն աստիճաններ, երբ որ սուտը արդարացվում է։ Օրինակի համար Պողոսյան Պետրոսին ենթարկել մահապատժի։ Պողոսյան Պետրոսին ենթարկել մահապատժի։ Մի տար, այդ մի տարով։ Այսինքն, եթե այստեղ պետք էր, որ ինքը պետք է սուտ ասեր ու կյանքեր փրկեր, ուրեմն արժի։ Այսինքն ձեր սուտը կյանքեր է փրկել։ Եթե ես երբևիցե սուտ եմ խոսացել, մենակ այդ դեպքում։ Կա անձնավորություն, որի հաջողությունը ձեզ ցավ է պատճառել։
Գիտեք ինչ, նայեք տեսեք, ասեմ մի հատ դերքի բար։ Ես այդ տարիքից վաղուց դուրս եմ եկել։ Ուրեմն մարդ պետք է հասուն լինի, որ այդ տեսակ բան չմտածի, որովհետև այն ինչ ինձ է տրված, որ ես պետք է անեմ այս կյանքում, այն ինչի համար ես եկել եմ այս աշխարհ, դա ես կարող անեմ։ Մենակ ինձ է դա տրված։ Այն ինչ դու կարաս անես, դա քեզ է տրված, դու կարաս անես։ Ես չեմ կարող անեմ։ Դրա համար անիմաստ է։ Այսինքն նախանձնել գոյություն չունի։ Անիմաստ է, ինչ նախանձես։ Ասում եմ, այդ տարիքից դուրս եմ եկել նախանձի տարիքից։ Այն ժամանակ կարող է ինչ-որ բաներ եղածել լինի։ Բայց հիմա չէ։ Որտեվ քոնը իմն է։ Երբևէ զգացել եք, որ խաբում եք հանդիսատեսին, արդյոք եղել է նման բան ձեր պրակտիկայում։ Անպայման։ Վերջին անգամ երբ եք զգացել։ Դե միշտ էլ զգում ես վարպետս լուսահոգի Արմեն Բարիսչը Ջիգարխանյան լավ էր ասում է հենց լավ խաբեցիր, ուրեմն ծափ կտամ։ Թատրոն եւ կինո, արվեստի այս երկու ճյուղերը կողք կողքի գնում են ձեր կենսագրության մեջ, նաեւ միաձուլվում են։ Դուք ձեզ կինոյի թե թատրոնի արտիստ եք համարում։ Եվ մեկը եւ մյուսը։ Իրանք լրիվ տարբեր արվեստներ են ու լրիվ տարբեր հարթությունների վրա են։ Այնպես որ երկուսն էլ իմ համար լավ են։ Հիմա միայն ֆիլմերում եք նկարահանվում, նաև սերիալներում, արդյոք չեք կարոտել թատրոնը։ Տեսեք, ուրեմն ես 5 տարի աշխատեցի Չեխիայում որպես թատրոնի ռեժիսոր։ Այո։ Բեմադրություններ արեցի։ Այսինքն թատրոնի ոչ որպես արտիստ։ Ես որպես արտիստ իմ կարոտս հանում էի արդեն դերասաններին բացատրելով, բեմի վրա դուրս էի գալիս, երբեմն ցույց էի տալիս, խաղում էի։ Այսինքն խաղում էի արդեն բոլոր կերպարները։ Օրինակի համար առաջի գործս Չեխիայում եղավ Մակբեթ բեմադրեցի, թե Մակբեթի կերպարն էի խաղում ցույց տալիս, թե Լեդի Մակբեթի կերպարը, թե Դունկանի կերպարը, թե Նաժիշտի եւ այլ։ Այդտեղ արդեն հանեցի կարոտս դուրս եկավ։ Հետո երբ որ ստուդիա ունեցա, այս ստուդիայի միջոցով արդեն այդ փարատեցի լրիվ կարոտս փարատեցի, որովհետև այդ ինչ ունեի, չունեի տալիս է այդ երեխեքին, տալիս է այդ բեմին, որպեսզի կարողանան իրանք համ բան սովորեն, համ էլ հանդիսատեսին կարողանան հասցնեն այն ինչ որ պետք է հասցնեն։ Սերիալներին անդրադառնալով, քանի որ մեր հեռուստադիտողների մի մասն էլ ձեզ ճանաչում է սերիալներից։ Տարիների ընթացքում սերիալների որակը ինչ փոփոխություններին է ենթարկվել։ Ավելի որակյալ սերիալներ հիմա արդյոք ունենք, քան նախկինում էր։ Գիտեք ինչ, նախկինում էլ լավ որակ եղել։ Հիմա էլ լավ որակ։ Լինում է դեպքեր, որ իհարկե ասենք լավ չի։ Լավ սերիալ չի, լավ չեն նկարել, լավ չեն խաղացել, բայց ընդհանուր առմամբ սերիալները, ասեմ, ամենադժվար բանն է արտիստների համար։ Պատկերացրեք, սերիալը խատևում է 6 ամիս, 1 տարի, ու դու պետք է կարողանաս այդ կերպարին պահես, ապրես այդ կերպարի հետ 1 տարի, որ կարողանաս էկրանից հանդիսատեսին 10 այդ մարդուն, որ դու ստեղծել ես այդ կերպարին, ու ապրել այդ մարդու հետ այդքան երկար, թատրոնում ինչ է լավ կերպարը, խաղացիր ժամուկես, գնացիր տուն, կինոյում ինչ է լավ, ժամուկես նկարվեցիր, վերջացավ, բայց սերիալը դրանով է բարդ, շատ բարդ է արտիստների համար առաջնահերթ էլի, որ իրանք պետք է կարողանան պահեն այդ արտիստի մակարդակը ու այդ կերպարին հրամցնեն հանդիսատեսին։ Իսկ ընդհանուր առմամբ ինչի է լավ սերիալը։ Սերիալում շատ հարցեր են արձածվում, արդիական հարցեր են բարձրացվում, եթե մեր հանդիսատեսը ուշադիր լինի, ինքը ամեն ինչ կգտնի այնտեղ, ամեն ինչ կտեսնի,
ամեն ինչի մասին էլ խոսվում է, ամեն ինչի մասին էլ ասվում է, ուղղակի ցավոք սրտի մեր հասարակությանը չեն դաստիարակել այնպես, ինչպես մեզ խորհրդային միության ժամանակ դաստիարակում էին, ինչպես կարելի է ֆիլմ նայել, ինչպես կարելի է թանգարանում նկար նայել, այդ կուլտուրան, այդ մշակույթը չկա։ Իսկ սերիալները դա ամենօրյա մարզանք են դերասանի արտիստի համար, ամենօրյա վարժություններ են, մեծ գործեր անելու, ֆիլմեր նկարվելու, թեկուզ թատրոններում ներկայացումներ խաղալու։ Եղել է մի կերպարի, որից դժվարությամբ է ձերբազատվել, այսինքն այդ կերպարը երկար խաղալուց հետո երկար ձեր հետ է մնացել, ձեր մեջ է մնացել եւ չկարողացել ազատվել այդ դերից։ Լավ հարց եք տալի, էլի պետք է հիշեմ իմ բարբեդին լուսահոգի Արմեն Բարեսի Ջիգար Խանյանին, երկրորդ կուրսում խաղում էի Օթելլո պետք է խաղայի։ 5 րոպե ես չեմ ուշացել։ Ուղղակի տրանսպորտը ուշացավ։ Ես արդեն եկա, ինքը արդեն բանում էր, լսարանում էր։ Ու իրանից հետո ես մտա ներս մտա, ասեց դուրս արի ու գնա։ Էլ իմ դասերին չգաս։ Ես չեմ ասել, որ իզնից հետո մարդ ներս չմտնի։ Քեզ ինչ է թվում, ասեց։ Եթե դու Օթելլո ես խաղում, քեզ ամեն ինչ կարելի է, շատ սխալվում ես, դուրս եկար, ու էլ իմ դասերին չգաս։ Պատկերացրեք, ես 2 ամիս համարյա դասերին չկարողացա մասնակցել, չթողեցի։ Քանի որ ես Մոսկվայ եմ ավարտել, գիկն եմ ավարտել, ուրեմն մեր 4-րդ հարկում այս տեսակ սյուներ կա։ Այդ սյուների հետ փորձում էի որպես Դեզդեմոնա բան, որպես իմ խաղընկերներ, այդ սյուների հետ էի խաղում։ Մի օր մի գեղեցիկ օր եկավ ձեռքը դրեց ուսիս, ասեց անցի լսարան։ Ու մենք Տագանկայի թատրոնում խաղացինք Օթելլո ներկայացումը։ Ես ունեմ այդ ռուսների գրած հոդվածը, ուղղակի հիացած էին, շատ հիացած էին այդ բեմադրությունից եւ ընդհանրապես մեր խաղից։ Կա մի դեր, որի մասին երազում եք։ Երիտասարդ ժամանակ երազում էի, բայց հիմի չեմ երազում, որովհետեւ իրականացել են երևի երազանքները։ Բանա չեմ ուզում բան անեմ, էլի, ինչի երազեմ, եթե դու գալիս ինձ ասում ես հաստուղ պետք է խաղամ, եթե գալիս ասում ես պետք է բժիշկ խաղաս, խաղամ, էլի եմ ասում, դա իմ աշխատանքն է, ես այդ հացը պետք է թխեմ, դա ուզում եմ պորի լինի, ուզում եմ մատնաքաշ լինի, ուզում եմ բոքոն լինի, չգիտեմ, ով ինչ հաց ուզում է, ես պետք է թխեմ, պատրաստ լինեմ այդ թխելուն։ Դուք ավելի անկեղծ եք բեմից, հանդիսատեսի հետ, թե իրական կյանքում։ Բեմից դու ասում ես այն ինչ որ դրամատուրգն է քեզ տալիս։ Դու ինչ որ բաներ կարող ես ավելացնել, ինչ որ քո մտքերը, ինչ որ քո գաղափարները, բայց կյանքում արդեն դու ես։ Դու պետք է լինես կյանքում, եթե ես կյանքում կարողանայի խաղալ, շատ լավ կլիներ, բայց ես կյանքում չեմ կարողանում խաղալ, որովհետև ինձ բավական է բեմը եւ էկրանը, որ այնտեղ կարողանամ ստեղծել կերպարներ, խաղամ այդ կերպարներին։ Պարոն Ալեքսանյան, դուք ճակատագրին հավատում եք, ձեր կնոջ մի նախադասություն եք ասել եւ դրանից հետո ամուսնացել եք։ Ասել եք ամեն ինչ եթե քեզ եթե խելոք պահես, ամեն ինչ լավ կլինի։ Հիմա ամեն բան լավ է։ Իհարկե։ Իհարկե։ Շատ։ Սերը կարողացել եք պահպանել տարիների ընթացքում։ Սերը չի պահպանվում։ Սերը մնում է միշտ։ Ինքը ոչ պահպանվում է, ոչ գալիս է, ոչ գնում է։ Սերը դա ուրիշ բան է։ Համել սերը գիտեք ոնց, դա նենց չի, որ նախ պետք է ընտրված լինես իբերուստ, պետք է երկուստ էլ ընտրված լինեք, որպեսզի կարողանան երկնքում ձեր ամուսնության կապը հաստատեն։ Եթե երկնքում հաստատեցին, երկրի վրա ձեզ արդեն կտրվի դա։ Լավ պապիկ եք ձեզ համարում։
Ես ինձ լավ պապիկ եմ համարում, թոռնիկներս էլ են ինձ լավ պապիկ համարում։ Իսկ ձեր թոռնիկներից կա մեկը, որ ձեր ճանապարհով է գնալու եւ ուզում է դառնալ դերասան։ Հա, այս մեր փոքրը ուզում է, բայց քանի որ մի քիչ շատ է այդ ամեն ինչը, ու քանի որ իմ մոտ չի դրսում է, մի քիչ դժվար բարդ է իր համար, ամենևս ինքը հեմին ու նկարչությամբ է զբաղվում։ 2016 թվականին բազմաթիվ երազանքներ ունեիք, ցանկանում եք, որ Հայաստանը այնքան գումար ունենա, որ խանութների փոխարեն թատրոններ լինեն, սեփական թատրոնը ունենաք, գնաք տատիկի ու պապիկի տունը գտնեք Էրզրումում եւ այնտեղ տուն կառուցեք։ 10 տարի անց ավելի մոտեցել եք ձեր երազանքների իրականացմանը, թե հեռացել։ Նույն դեպքում ենք մնացել, ճիշտն ասեմ, որովհետև ես լավ գիտեք, որ քաղաքական իրավիճակները առայժմ թույլ չեն տալիս ինչ-որ բան անելու, բայց ես երբ որ Չեխիայում էի, այդ իրանց հրապարակը որ կա, տենց կոպիտ ասեմ, Վացլավսկի նա Մեսսի էր կոչվում, երբ որ իջնում էիր Վացլավի այդ արձանի մոտից, ձիավորի մոտից, իջնում էի ներքև, հենց գնում էիր, ամեն 10 քայլափոխին թատրոն էր, կապ չունի, տարբեր թատրոններ էր, տարբեր գույների թատրոն է, չգիտեմ, զգեստների թատրոն է, դրամատիկ թատրոն է, սատիրա է, էսա, ես զարմացել էի, որ այդքան թատրոններ կար, դրա համար եմ ասում, ու դա, գիտեք ինչներ շատ հետաքրքիր, որ իրանց հասարակությանը հասել էին այն աստիճանի, որ դպրոցական ու մանկապարտեզ երեխեքին աբոնենտներով էին բերում թատրոն։ Մեզ մոտ էլ դա եղել է։ Եղել է, լավ ասեցիք։ Լավ։ Իսկ ինչ երազանք ունի Արտաշես Ալեքսանյանը 2026 թվականին։ Երազանք։ Առհասարակ երազանք պահում եք, թե նպատակներ են, որ գնում եք դրանք իրականացնելու ճանապարհով։ Ես ոչ մի բան չեմ պահում, ոչ մի բան չեմ անում։ Ես ուղղակի այն ինչ տրվում է, դա էլ անում եմ։ Ես ով եմ, որ ինչ-որ բան ուզեմ կամ պահեմ, այն ինչ նախատեսված է վերուստ իմ համար, բերում դնում են դեմս, ասում են արա։ Ու ես պետք է անեմ։ Դա է, թե չէ տեսակ երազանք, չունեմ տեն երազանք։ Այդ ձեր առաջի այն նախորդ հարցը, որ երազանքը դա էր, որ ունենաս թատրոն, ունենաս եւ այլն, երկիրդ լինի, օրինակ 18-րդ դար լիներ, կարգերով, մեքենաների տեղ կարգեր լիներ, հագուստները լինեին այդ տեսակ հագուստներ, մարդիկ ուրիշ ձև կշփվեին իրար հետ եւ այլն, ուրիշ աշխարհ կլներ, բայց դա արուտես։ Պարոն Ալեքսանյան, երբ դադարեցիք երազելուց։ Եմ միշտ երազում եմ ես։ Նոր ասացիք, որ երազանք չունեք։ Երազանք չունեմ, բայց երազում եմ միշտ։ Ես դուք էլ եք երազում, դուք տեղյակ չեք, որ երազում եք։ Ու մի օր այդ երազը վերջան, մի օր այդ երազանք ուրիշ է, երազ ուրիշ է։ Ես երազում եմ, որովհետև հեքիաթը էս Ավետիք Իսահակյանն էր կարծում, չէ, որ ասում եւ ով է ստեղծել հեքիաթն այս վսեմ։ Այս հեքիաթը մի օր վերջանալու է։ Այս երազը մի օր վերջանալու է ու բոլորս էլ գնալու ենք հավերժի ճամփով։ Լավատես եք։ Հա, ես լավատես եմ։ Գիտեք ինչ։ Մարդ պետք է իրոք լավատես լինի, ինչի համար եմ ասում սա, որովհետև առավոտ որ արթանում ես, պետք է ասես փառքը չատեր, որ այսօր աչքերս բացեցի ու արևին, լուսնին կամ ամպերին կամ այս ձյունն եմ տեսնում կամ չգիտեմ ինչ, ծառերի ծտերին եմ տեսնում։ Ու լավ է դա արդեն լավ է, որ չեմ ընդունում նոր տարին։ Ինչու՞։ Որովհետև իմ համար նոր տարին ամեն օր է նոր տարի։ Նոր օր, նոր ժամ, նոր վայրկյան, նոր դար, նոր օր, նոր տարի։ Ամեն օր է դա։ Գալով մեր զրույցի սկզբին, պարոն Ալեքսանյան, դուք հիմա ձեզ համարում եք Էրզրումցի, Գյումրեցի, թե Երևանցի, թե այդ ամբողջը միասին։ Նայեք, տեսեք, դարեր շարունակ
աշխատել են, որպեսզի կարողանան հայ ազգին պառակտեն, այդ տեսակ ցիերով Ղարաբաղցի, հայաստանցի, գյումրեցի, արտիկցի, նոյեմբերանցի, կիրովականցի, լեննականցի, թո չգիտեմ եւ այլ չէ։ Այդ դրանք արվում է ինչի համար, որպեսզի կարողանան քո սերունդը, քո լեզուն հեշտ վերացնեն, այսինքն բաժանում են մասերի, որպեսզի տիրեն հային։ Ես հայ եմ, ուրիշ բան չկա, ես ոչ ստեղից եմ, ոչ ընդեղից եմ, ոչ ընդեղից եմ, ես հայ եմ, իմ կուսակցությունը հայ կուսակցությունն է, հայի կուսակցությունն է, իմ հայրունը հայի հայրուն է։ Վարան Փափազյանն ասում էր ամեն սև բան օթելլո չի, ես էլ ասում եմ ամեն հայերեն խոսացող հայ չի, եթե հայերեն է խոսում, այդ հայ չի, դեռ հայ չի, մարդ կա, որ հայերեն չի խոսում, օտար լեզվով է խոսում, բայց հայ է, ավելի լավ, շատ։ Ինչպես դա կբացատրեք։ Ես իմ էջում Facebook-յան մի հատ բան ունեմ, տեսահոլովակ ունեմ, երբ որ մի հատ ռուս տղա նստարանին նստած հայերի մասին է խոսում, ու ասում եմ մենք բոլորս պարտական ենք հայերին։ Ռուսաստանի մասին ասում է դուք ում հիմնի տակ եք ոտքի կանգնում, ով է ձեր հիմնը գրե, հայը, այ իսկական մահապարտ հայի օրինակ էր այդ տղեն իմ համար։ Ինչպիսի պետք է լինի իսկական հայը։ Դա Շարլ Ազնավուրն է, Արամ Խաչատրյանն է, Վիկտոր Համբարձումյանն է, եւ նման մարդիկ, ովքեր որ հայրենիքի համար ինչ-որ բան են անում, հանուն հայրենիքի, հանուն ազգի, հանուն մշակույթի, հանուն լեզվի, հանուն այն բանի, որ այդ ազգը չկորի, չվերանան, Գարեգին Նժդե, Հովհաննես Բաղրամյան, եւ այլն։ Ինչպես է կարծում դուք այնինչ անում եք հանուն հայրենիքի բավարար է։ Ոչ, երբեք բավարար չի, ովքեր որ արել են իրանք էլ բավարար չգնացե, Սոս Սարգսյանը անբավարար գնաց, ասեց ամարդ ես ինչ հասարակություն ենք սարքել, ես ինչ եք անում, ես ուր եք գնում, Սոս Արտաշեսովիչը ասեց մահվանից մի քանի ամիս առաջ, էլի կիսատ մնաց մարդկանց գործը։ Հասարակության մեջ արդյոք մի գիծ կա, որը ձեզ նյարդայնացնում է։ Մարդիկ լսում են ու չեն ընկալում։ Այսինքն քո ասածը ոնց են ասում, ստերից մտնում, դերից դուրս է գալի, այլ ոչ թե ստերից մտնում մի հատ ստեղ էփի հասկացի, մարսի, հետո ուզում ես բաց թող։ Չեն ընկալում, լսում են, բայց չեն ընկալում, այդ դա ինձ ներվայնացնում, հետո բան է, անընդհատ բան, չեն լսում քեզ մինչև վերջի տառը, շատ կարևոր բան է, այդ օրինակը բերեցինք, չէ, դատապարտել, չդատապարտել, մահապատժի ենթարկել, չէ ենթարկել, այդ տառն է շատ կարևոր, այդ վերջի տառը չեն լսում, այսինքն չեն ընկալում։ Ինչու չեն լսում, դադարել ենք փաստորեն միմյանց լսել, ինչու։ Դադարել ենք, դետին խոսքը չի միմյանց լսել, միմյանց հարգել, միմյանց սիրել, միմյանց իրար մասին մտածել, եթե առաջ ասում էին առաջ որդուս, հետո մորթուս, հիմի դարել է առաջ մորթուս, հետո որդուս, եթե տեղ կհասնել է որդուն։ Հայ հասարակությունը ինչպես է կարծում, արդյոք կհամախմբվի։ Չեմ կարծում, որովհետև շատ բարդ դժվար ժամանակներ են, ու այստեղ բախվում են գերտերությունների շահեր, որոնց մեջ դու շատ փոքր ես, կուլ կտան կգնաս, այնպես որ դժվար է, շատ բարդ է,
մենք արդեն Հայաստանում պրոգրամացություն ենք։ Ինչ կմաղթեք ձեր հանդիսատեսին եւ հեռուստադիտողին։ Գուցե ինչ-որ բան ունեք ասելու։ Մաղթում եմ առողջություն, լիքը սեր եւ երջանկություն։ Ու չորրորդն էլ ունեցեք փող, բայց մի կնգեք հետևից։ Ունեցեք, բան չունեմ ասելու։ Առողջ եղեք, սերով եղեք։ Այդ դել կաշխատեք էլի, ասում առողջ լինենք, ասում սուպերմարկետում ամեն ինչ կա կառնի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, առողջ եղեք, սերով եղեք։ Շնորհակալություն։ Այսպիսին էր Արտաշես Ալեքսանյանը առանց դեկորների պրոֆիլ հաղորդաշարում, իսկ մենք դեռ կհանդիպենք։